Բարի օր գործարարալիքին միացած մեզ լսողներ եւ դիտողներ, դուք մեզ միացել եք 106 եւ 5 հաճախականությամբ, թվային հարթակներում եւս կարող եք դիտել մեր հաղորդումները։ Թարմուղեղով զրույցն ենք այս պահին սկսում, մեր տաղավարում Լիլիթ Տալաքյանն է, քաղաքագետ։ Լիլիթ ջան, բարի օր։ Բարի օր։ Շնորհակալ եմ, որ մեր տաղավարում եք։ Իրադարձությունները շարունակում են եռալ Հայաստանի Հանրապետությունում եւ Հայաստանի Հանրապետությունից դուրս։ Վերջին շրջանում նաեւ այս երկու հարցին անդրադարձել են վերջին հաղորդումների ընթացքում կուզեմ ձեզ հետ էլ քննարկել երկու կարևորագույն հարց՝ եկեղեցու թեման, որը շրջանառվեց վերջին օրերին, եւ բանակի թեման, որը շրջանառվեց, երկուսն էլ կարծում եմ կարևոր հարցեր են Հայաստանի Հանրապետության համար։ Թիրախավորում տեսնում եք հստակ եւ նպատակային իշխանությունների կողմից։ Եկեղեցուն երկու ուղղություններով, թե բանակի, թե եկեղեցու։ Գիտեք, ես այն որ իշխանություններին քննադատում եմ, դա կարծում երևում է նաև իմ հարցազրույցների ընթացքում, երբևէ այդպիսի թեմա չի եղել, որ տաբու լինի ինձ համար, սկսած Արցախի հարցից, դες հետ ենք խոսել, որ օրինակ տաբու է այսօր Հայաստանի իշխանությունները ավարտած ներքին պայմանավորվածություններով եւ նախկին իշխանությունների հետ ձեռքի տված գործելով, բայց այս դեպքը ուրիշ է, գիտեք, Հայաստանում որոշ շրջանակներ կան, որ երբ ուզում ես խոսել խնդիրներից կառույցներում տարբեր եկեղեցում, չգիտեմ, բանակում, ասում են, դուք ուզում եք քանդել, ես չեմ հասկանում, այսինքն ինչա չի կարելի քննադատել։ Կարելի է քննադատել, բայց ոնց քննադատել։ Այ հիմա գանք այդտեղ, դուք հարցը այլ կերպ եք տալիս։ Ես խոսել եմ, որ Նիկոլ Փաշինյանը շատ սխալ է անում, որ այդպեսի խոսելավոճ է ընտրել, ես ինքս չեմ հանդուրժում այդպեսի խոսելավոճը, ես որևէ մեկին ինքս անձնապես չեմ վիրավորում, նույնը թույլ չեմ տալիս իմ հանդեպ, եւ ասել եմ, որ այդ բառապաշարը հարիր չի պետության ղեկավարին։ Երկրորդը, ես ասել եմ, որ եթե մենք պիտի իջնենք դիմացիների մակարդակին, Քոչարյանի մակարդակին, որոնց քննադատում ենք եւ նրանց նման սկսենք խոսել, ինչով ենք մենք տարբերվում։ Մենք ասելով Նիկոլ Փաշինյանը ես ինքս չեմ անում։ Բայց ինչ վերաբերում է գոյություն ունեցող խնդիրներին, իդեպ ցավալիորեն ես վստահ եմ Փաշինյանը հետ է կանգնելու եւ չի գնալու առաջ այս գործընթացում, որովհետեւ մեր եկեղեցին կարիք ունի ինքնամաքրման, մեր եկեղեցին կարիք ունի վերջապես հաշվետու լինելի ժողովրդին, ինչով է ինքը զբաղված եղել տարիներ շարունակ։ Սա նորություն չի։ Մարտի 1-ին այսօր ՀԱԿ-ը, որ պաշտպանում է եկեղեցուն, ինչ ասես ասում է Գարեգինին, ասում է ժողովրդի թողը գնացել է իր հանդիպում է իր Քոչարյանի հետ, հիմա պարզվեց նրա դեմ չի կարելի խոսել։ Նույն Աջապահյանը, որ ժողովրդին ծեծում էին 2003 թվականին, մի խոսք ասել է Ռոբերտ Քոչարյանն, ես էլ եմ մասնակցել այդ հարավակներին, մի քննադատություն ասել է, որ ազգային ժողովից զորք դուրս եկավ, հարձակվեց ժողովրդի վրա, դա օրինական էր։ Օրենքից եք խոսում, եթե դուք բոլորին քննադատեք, Փաշինյանին քննադատեք, այո, շատ հարցերում քննադատեք, օրենք չկա, տնտեսությունը չի զարգանում, աշխատատեղեր չկա։ Աջապահյանը վերջին շրջանում բավականին քննադատում է բոլորին հավասարաչափ, օրինակ նախկին ղեկավարների մասով ասել էր, չէ, որ պիտի Այո, ասել էր, հետո էլ ասեց նա շատ արդյունավետ կառավարիչ է։ Ասեց Քոչարյանը պիտի հեռանա քաղաքական դաշտից, հետո պարզվեց, չէ, չպիտի հեռանա, շատ արդյունավետ է։ Այսինքն քննադատում է, հետո մի օր հետո փոխում է իր քաղաքականությունը։ Չէ, ես չեմ հավատում իր քննադատություններին կամ կապ չունի Փաշինյանը ինչից է խոսում, անկողնուց են խոսում, իրենք են խոսում։ Այդ բոլորը ովքեր հիմա Փաշինյանին քննադատում են, որին ես էլ եմ քննադատում, կրկնեմ։ Ամեն օր նստած 2-3 հոգի կան, որոնք բարոյականության հետ կապված իրենք էլ ունեն լուրջ խնդիրներ, դե ես երբեք չեմ ողջունում այդ կեղտոտ լվացքը դուրս հանելը, բայց բոլորին անվանարկում եք, բոլորի բարոյականությունը քննարկում եք, ԶԱԳՍ-ով չի, դա ձեր խնդիրն է։ Հետո որ իրանց մասին ես խոսում, ասում են, հույժ եկեղեցուն վիրավորում է, կամ դա ձեր օրենքն է, չէ՞, այդ օրենքը չընդունեիք։ Դուք եկեղեցին անջատա պետությունից, դուք ասում եք Փաշինյանը երկրի օրենքները խախտում է, հանրությունը խախտում է, լինելով հոգևորական։ Բայց երբ որ մենք խոսում ենք, որ դուք էլ ձեր եկեղեցական օրենքն եք խախտում, բարձումը չի կարելի։ Բայց ով է խոսել պատշաճ մակարդակում։ Դե հենց այդ է, իմ խնդիրը դա չի, թե Փաշինյանը ինչպես է խոսում, ԿՊ-ից կանչեք, թող ասեն ինչի է այդպես խոսում։ Հարցը այսպես է մոտ։ Արդյոք չի կարելի խոսել, իհարկե կարելի է եւ պետք է։ Արդյոք եկեղեցին այդ անաղարտ ձևով որ ներկայանում է, այդպեսին է թե ոչ։ Արդյոք այդ եկեղեցին որ բոլորին քննադատում է, անվանում է սատանա նրանց, ովքեր չեն միանում Բագրատ։ Ես չեմ միացել, սատանան դուք եք։ Կամ այն օրը այդ այսպես կոչված եկեղեցու սպասավորը ասում է կանանց խելքը կարճ է։ Դա գետ, դու գիտես քրիստոնեության մեջ կինը ինչ դեր ունի։
Ասենք դա հարիր է հոգևորականին, կամ որ կանգնում ասում եք Փաշինյանը թող գնա ինքնասպան լինի, մարմինը այդ իր ձև է, էսի ճիշտ է Մոնիկա ջան։ Իսկ կներես ինձ թվում է հոգևորականը պիտի օրինակ ծառայի Փաշինյանի, ոչ թե Փաշինյանը հոգևորականը։ Կարծում եմ երկուսն էլ պիտի օրինակ ծառայեն։ Բայց ավելի շատ, երբ որ դու Աստծու հետ ես մոտենում, իշխանությունները միշտ էլ Պետեր, Մոսկվա այդ իրանց արդյունավետ նախագահի բառերն են, չեք քննադատը, չէ՞ որ ժողովրդին վիրավորում էր, կլիզմա էր անում։ Դե միշտ խոսվել է այն մասին, որ եկեղեցին խնդիրներ ունի եւ եկեղեցին պիտի ինչպես դուք ասացիք ինքնամաքրվի, այ որն է ճիշտ ինքնամաքրման ճանապարհը։ Մենք չենք ընդունում այս ուղին, որը իշխանությունն է տանում, այսինքն այս բառապաշարելու այս ճանապարհը, ոնց պիտի ինքնամաքրվի եկեղեցին ու ինչպես, ինչից։ Միանշանակ չեմ ընդունում, նորից եմ կրկնում, դա հարիր չի պետության ղեկավարին։ Իդեպ ինքը իհարկե առանց զղջալու ասաց բոլորը կարծես համաձայն են, ասածի հետ համաձայն չէին, կարծեմ նույնիսկ կրթության նախարարն էլ ասաց հարիր չի։ Գիտեք, ես չեմ նայում ով ինչ է իրեն ասում, ես նայում եմ թե եկեղեցին ինքը ինչպես է իրեն դրսևորում։ Նորից եմ կրկնում, հոգևորական է, որը պարտավոր է առաջինը ինքը իր վարքով բոլորին ուսուցանել։ Հոգևորականը, որ ինքը պիտի եկեղեցական օրենքների պահպանողը լինի, նստում են հիմա պատմում են թե ով ինչ կարիք ունի, չհասկացանք։ Իսկ ինչ վերաբերում է ինչպես դի մաքրվի, կա ժողով, ես հիմա անունները կարող եմ մարմինների սխալ ասեմ, դիվան եւ այլն, որ որոշում են, ասում կարգալույց էր, այդ կաթողիկոսը քանի հոգու է կարգալույց արել իրան չենթարկվելու համար, դե թող հավաքվեն։ Սա միակ տարբերակն է, ես իմ սոցիալական էջում է գրեցի, ես ցավում եմ, որ մեր եկեղեցին հիմա վարկաբեկվում է 2-3 աննորմալի կներեք համար պատճառով։ Ուրիշ բառ չեմ գտնում։ Ես հիմա վիրավորում եմ, որովհետև իրանք թույլ են տվել ինձ վիրավորել, երբ որ ես ոչ մեկի անունը չեմ տվել։ Բայց այս ձևով չի կարելի շարունակել։ Կամ իրանք չեն հերքում, որ Գարեգինը երեխաներ ունի, չեն հերքում, որ այն մեկը չգիտեմ ինչեր ունի, չեն հերքում, որ բիզնեսներ ունեն, ասում են մի խառնվեք։ Դե դու էլ մի խառնվի ներքին կյանքին, ուրեմն քաղաքական։ Կամ Արցախից եք խոսում, երբ որ ռուս եկեղեցին ասում էր այնտեղ հայկական եկեղեցիներ չկան Արցախում։ Երբ որ ռուսներն ասում էին հակաաբեկչական գործողություն, այդ Արցախը ինչի՞ չէիք փրկում։ Հերիք է, հա։ Ձեր կոչով բոլոր արցախցիներին մի էլի բոլորին տարեք ձեր կողմ։ Քանի հոգի է դուրս եկել փողոց։ Քանի արցախցի է դուրս եկել։ Ես ինքը շատ եմ շփվում, բոլորը շատ ավելի բացասական են տրամադրված Հայաստանի նախկին իշխանությունների, որովհետև գիտակցում են, որ այդ Արցախի ներդրումային հիմնադրամից թալանված մոտ $600 միլիոն մինչև Փաշինյանն էլ է թալանվել։ Խոսեք, դրա մասին խոսեք, Փաշինյանի պահվածքի մասին խոսեք, ուզում եք կնոջ պահվածքի մասին խոսեք, քննադատեք, բայց նորմալ եւ բոլորին։ Իսկ եթե, ինչպես ասաց իր ընկերը Գալստանյանը, նախկինները մի քանի անգամ ձեզնից բարձր մի քանի գլուխ, ուրեմն մենք էլ կասենք, թե դուք քանի գլուխ ումից ցածր եք։ Բայց նախկին իշխանությունների կողմից մենք երբևէ տեսել ենք նման ոչ ղեկավարին հարիր խոսելա ոչ ղեկավարին համացանցում նման կերպ, չգիտեմ, քննադատություններ։ Ես Ռոբերտ Քոչարյանի բառապաշարը շատ լավ հիշում եմ։ Սերժ Սարգսյանը մի փոքր իհարկե իրեն տարբեր էր դրսևորում, ասացի ձեզ մի քանի բառ։ Ես շատ լավ եմ հիշում Մոնիկա ջան, Ռոբերտ Քոչարյանի բառապաշարը։ Ես շատ լավ եմ հիշում, որ մարտի 8-ին կանայք հանրահավաք էին անում, ինչպես էր ինքը վիրավորում կանանց 2003 թվականին։ Դուք չեք հիշում, տարիքից է երևի։ Ամեն դեպքում քաղաքական ենթատեքստ տենում եք այստեղ եւ արդյոք ընտրությունների նախաշեմին է նաեւ այս թոհուբոհը տեղի ունենում ոնց է կարծում։ Կներեք կամ վերջի մտքի գոհարը այդ աթոռի նստելու, կարծում եմ դա հարիշ չի։ Հաղթած ղեկավարին։ Ինչ վերաբերում է քաղաքական ենթատեքստին, իհարկե տեսնում եմ, էլի եմ ասում, ես չեմ տեսնում, որ որևէ լուրջ քայլ է արվելու այս գործընթացում։ Քայլը որն է, պարզ է, պետությունը չի կարող միջամտի այս գործընթացին, հուսով եմ ներսում գտնվող հարյուրավոր ազնիվ հոգևորականները, որոնք իրենք էլ չեն ընդունում այս քաղաքականությունը, իրենց ձայնը կբարձրացնեն։ Երկրորդը, Փաշինյանը ներքին կյանքում էլ չէ, խոսում է այն պահին, երբ որ իրենք քննադատում են։ Հիմա գանք այս կողմին։ Հիմա շատերն ասում են նոր ես հիշե, ես էլ եմ ասում 7 տարի ինչով էիք զբաղված 7 տարի դու գիտեիք որ եկեղեցի շքանշաններ է չէ՞ ստանում Ռուսաստանից ամեն օր ասում եք մենք պայքարում ենք գործակալների դեմ ում դեմ եք պայքարում ինչև այսօր կամ այդ եկեղեցուն Քոչարյանը չի ես կարգավորում ինչ ասի ոնց ասի կարող ենք տեղյակ չենք տեսնում որտեղ են գնում ում հետ են շփվում որ ալիքներից են խոսում
Մեզ չեն հրավիրում այդ ալիքներ, իրանց են հրավիրում։ Պարզ է, չէ՞, որ այդ իրանց գաղափարական ընկերներն են։ Դուք թողած նրանց, եկել եք եկեղեցուն եք միայնքան, չի կարելի։ Այսպես չի կարելի, այս ատելությունը, որ դուք գեներացրել եք, գիտեք, իշխանությունները անցողիկ են։ Ընտրություններ կլինի, մեկը կգա, մեկը կգնա, բայց այս հայրենակազրկումը, որ ունի եկեղեցին, կամ ասում են աղանդավորների, ձայների համար է պայքարում։ Իսկ դու գիտես օրինակ, որ անուններ չտամ, Հայաստանի նախագահներից մեկի կինը հովանավորում էր այդ աղանդավորական շարժումներից մեկը։ Ամեն դեպքում եկեղեցու հանդեպ քննադատությունը չպետք էր անձերով առաջ տանել։ Պետք է հենց անձերով, ասեմ ինչու։ Ինչու։ Կներեք, որովհետև եթե դու անձեր ինչ ես ասում, դա իրոք եկեղեցու դեմ մարդ են։ Մենք պիտի սրանց, այս մարդկանց, տարանջատենք եկեղեցուց։ Իրանք եկեղեցին չեն։ Ոնց որ ձեր ասած գեներալները։ Այս դեպքում, երբ ընդհանրակ եւ անձերով է ընթանում, եւ ընդհանրական Եվ դա ամբողջ եկեղեցու պատկերն է։ Ընդհանրական ով է ասել, ես չեմ լսել։ Դե ընդհանրական ցույց են տալիս, որ Գարեգին երկրորդի, չգիտեմ, կյանքը եւ այլն, դա ուղիղ կապ ունի եկեղեցու հետ եւ ամբողջ այդ ամենը այսպես արտացոլվում է եկեղեցու պատկերի, կերպարի, տեսակի վրա։ Ես որքանով լսում եմ, իրենք միշտ ասում են, որ սա եկեղեցու դեմ չի, ասում են մեր Տեր Հիսուս Քրիստոսի դեմ չի։ Դե հիմա ես չգիտեմ ձեր ինֆորմացիաները, Մոնիկա ջան, իրանք ում դեմ ինչ են անում։ Ես խոսում եմ, ինչ են ասում։ Չէ, այն ինչ որ տեսնում ենք մենք։ Ինչ ենք տեսնում։ Ինչ որ գրում են։ Ինչ են գրում։ Գրել են, որ եկեղեցին ինքնին վատ բան է, քրիստոնեությունը վատ բան է։ Ես չգիտեմ։ Ընդհանուր հոգևորականների հանդեպ է վարքագիծը, բայց ընդհանուր չեմ լսել։ Ես տեսել եմ, որ Փաշինյանը ասում է, որ ես ինքս իրավունք չունեմ խառնվեմ անձնական կյանքին, նույնիսկ դա տեսա։ Էլի եմ ասում, բայց ճիշտ չի, որ կաթողիկոսը ունի այսպիսի վարք։ Ես ինքս էլի եմ ասում, ինձ այդքան էլ չի հետաքրքրում ԿՊ-ի դիրքորոշումը, շատ ներողություն։ Ինքս իմ տեսակետը այսպիսին է, որ եկեղեցին պետք չի նույնացնել մի քանի հոգու հետ։ Դա միանշանակ է։ Ես ինքս հայ առաքելական եկեղեցու հետևորդ եմ։ Իդեպ այդ շատերը, որ հիմա եկեղեցու համար խելագարվում են, եկեղեցի տարիներով չեն մտել, Գարեգինին էլ ձեռքը չէին համբուրում, չէ՞։ Չի կարելի, գիտեք, կեղծ լինել չի կարելի։ Դուք շատ խոցելի եք այդ ժամանակ դառնում։ Անկեղծ բոլորին, հիմա գանք բանակին, դուք բանակից էլ հարցրեցիք։ Նույնը դա։ Իմանում ես, մենք էլ այդպես կորած մարդ չենք, չէ՞, գիտենք ովքեր ինչ ունեն, բանակում ինչ են արել, տենդերներ ոնց են շահել։ Չէ, այստեղ բանակի դեպքում, երբ գալիս ենք այդ հարցին, տպավորություն է ստեղծում, թե այն վատ բարքերը, որոնք եղել են, դրանք օրինականացվում են։ Կարծում եմ ճիշտ տպավորություն է, չէ՞։ Այսինքն գումարով բանակից ազատվելու տրամաբանությունը օրենքով է դառնում։ Այսինքն դու կարող ես գումար վճարել եւ քո բոլոր պարտքերը մարել պետության հետ։ Ես ճիշտ եմ համարում պրոֆեսիոնալ բանակի անցումը, այն բանակը, որ մենք ունեինք, դա բանակ չէր եւ ցույց տվեց իր խոցելիությունը։ Իդեպ հիմա ռուս-ուկրաինական ռազմաճակատում էլ Պուտինը վճարով է իր զինվորներին ուղարկում։ Մահվան Այսինքն պետք է դա Լևոն Տեր-Պետրոսյանից է դեռ խոսվում, որ պետք է ունենալ պրոֆեսիոնալ բանակ, ոչ թե 18 տարեկաններին ուղարկել սահման։ Այսինքն վճարելով բանակ է ուղարկում, որովհետև այլևս չեն գնում։ Դե դա մի քանի պատճառներ ունի։ Նախ առաջինը, պրոֆեսիոնալիզմի առումով ինձ թվում է դա ճիշտ է։ Ավելի լավ է ունենալ փոքր բանակ պրոֆեսիոնալ Ֆինլանդիայի օրինակով, քան 2 միլիոն բանակ միլիոնանոց Ռուսաստանի օրինակով։ Սա մեկ։ Երկրորդը, հենց այս մարդիկ են հեղինակազրկել բանակը։ Այդ մարդկանց որդիների հետ ես սովորել եմ էլի իր բանականում։ Հիմա չմտնեմ իրաց ազնական կյանք, իբր ծառայում էին, Դուբայում էին գտնվում։ Այդ մարդիկ չեն վարկաբեկել բանակը։ Խոսքը այն է, հարցը այն է, թե ինչու է օրինականացվում վատ վարքագիծը, ինչու պիտի օրինակ բանակ գնան այն մարդիկ, ովքեր ի վիճակի չեն գումարով ազատվել բանակից։ Այն ժամանակ էլ էին բանակ գնում այն մարդիկ, ովքեր ի վիճակի չէին ազատվել։ Հիմա ես նախագիծը չեմ տեսել։ Ես լսել եմ, որ խոսքը պրոֆեսիոնալ բանակի անցման մասին է։ Թե դա կունենա իր հետևանքը, կգնան մինչև վերջ, ես ինքս չեմ կարող այդ նախագծի մանրամասների ասել, չեմ կարդացել, անկեղծ եմ ձեզ ասում։ Եթե միտումը ուղղված է նրան, որ ինչպես ամբողջ արևմտյան կիսագնդում ծառայում են միայն պրոֆեսիոնալները, այսինքն դառնում են պրոֆեսիոնալ եւ մեծ գումարների դիմաց են ծառայում, դա դրական է։ Իսկ եթե միտում կա ընդհանրապես փոխել օրենքը, բայց էլի գնալու են մարդիկ, ինչպես դուք եք ասում, ինչպես միշտ
նախկինում, որոնք չեն կարող ազատվել, դա այլ հարց է։ Մեծ գումարների դիմաց չեն ծառայելու, ըստ օրենքի պիտի վճարես եւ ազատվես այդքան։ Մեծ գումարներ նկատի ունեն սպայական անձնակազմ, իդեպ հիմա ես վերջերս դիրքերում էի գտնվում, ասում են մեծամասնությունը հենց կոնտրակտներով են, պայմանագրային ծառայողներն են, ովքեր մեծ գումարների դիմաց մեծ իրենց իհարկե հաշվարկներով գնացել են ծառայության։ Այսինքն, տեսեք, մեծ ասվածը ինչքան է։ Ես չեմ կարող այսպես ասել, կներեք կարծեմ ամսական գուցե սխալվեմ 200-300 հազարի մասին է խոսակցությունը։ Մինչև 300։ Դե Հայաստանի համար էլի ինչ որ բան է գյուղական բնակավայրի հատկապես, բայց էլի եմ կրկնում, բանակը ներսից պիտի վերափոխվի, այդտեղ պիտի արմատախիլ արվի ռուսական, ուրեմն գործակալական ցանցը, որը կա, որ հետո գնում են Ռուսաստան բիոլաբորատորիաներից են խոսում, մարդիկ, ես ՊՆ-ում եմ աշխատել, որոնք հետախուզական տվյալ բառը ընդհանրապես չգիտեն ինչա նշանակում։ Հիմա որ լսեք իրենց խոսակցությունը, կհասկանաք, որ դա պրոֆեսիոնալ ղեկավարի խոսք չի։ Էնպես որ դա պիտի մաքրել, բայց ես հույս չունեմ, որ Փաշինյանը դա կանի։ Ինչու՞։ Դե որովհետև 7 տարի չեմ տեսել որևէ արդյունք, կարծում եմ էլի ընտրություններից առաջ սա ձեր ասացի պես ինչպես եւ եկեղեցու էս հանդեպ քաղաքականությունը ընդհանրապես նպատակ ունի բաժանել էլի ատելությամբ, իդեպ երկուսին է սա ձեռնտու, ես դες ասեմ, մի կողմը արդեն ազգային արժեքներ կրողներն են, այսպես մյուս կողմն էլ լիբերալն են։ Իմպիչմենտի process-ն էլ կարծես թե կանգնեցվեց։ Ինչու ընդդիմությունը միահամուռ չդարձավ այս դեպքում։ Ամեն դեպքում այդ չէին ուզում։ Ձեր կարծիքով ինչ խանգարեց ընդդիմությանը։ Դե գիտեք, տեխնացուների երևի խնդիրն է, ընդդիմություն եւի նկատի ունեք խորհրդանական ընդդիմությանը, ես իրենց ընդդիմություն չեմ համարում տիտուլային, այսպես ասեմ նախկին իշխանությունները, որովհետեւ իմաստով եթե շարժվում, որովհետեւ եթե նայում ես ընդդիմության գործառույթ իրենք չեն կատարում, չկա որևէ լուրջ քննադատություն, օրենքների նախագծեր, այդ բանն է, կապիտուլյանտը դու ես շոուների, տոմսերի վաճառքն է, չկա քննադատություն Փաշինյանի սխալները արտաքին քաղաքականության ոլորտում ներքին, բանակի հետ կապված, սոցիալական որևէ ձայն չկա, Արցախը դու ես հանձնել, չէ դու ես հանձնել, դու մարդասպանը դու ես, այս է անդիմության խոսակցությունը, հա, հիմա էլ հոկտեմբերի 27-ն են հիշել, բայց տեխնացուների հարցն է, իրանք ոնց հասկանում, ինչ որ տեխնացուների մեկ ասում է Քոչարյանը թող լինի, հանրապետական առաջարկում, հետո ինչ որ օդիոս կերպարներ եկան իրանք առաջադրեցին, հիմա Վանեցյանի մասին էլ են խոսում, լուրջ չի, որովհետև իմպիչմենտի գործընթացի ամենակ նախ այդքան ձայն չունեն։ Երկրորդը չկա այնպեսի տեխնացու, որ ասես ձայն չունեն, բայց ժողովուրդը կգա ինչպես 18-ին կստիպի, որ քվեարկեն։ Ված տեխնացու էր Էդմոն Մարուքյանը։ Իմ համար շատ լավն է, բայց ոնց հասկանում եմ, հանրապետականը ու Քոչարյանը չեն ուզում իրան աջակցեն, իսկ եթե իրենք չեն ուզում, ես իմ համեստ մի ձայնով չեմ կարող։ Երբ եկեղեցուց խոսեցինք, այդտեղ ռուսական ինչ-որ տարրեր ես նկատեցի ձեր խոսքի մեջ, որ Քոչարյան, Ռուսաստան, եկեղեցի այդ կապի մասին, բայց մոռանանք, թե վերջին շրջանում, երբ Լավրովը Հայաստանում էր, ինչ ջերմորեն դիմավորեցին իշխանությունները եւ շատ իրականում պետք էր պարկեշտ դիմավորել, խոսքը դրա մասին չէ, բայց քննադատություններ մինչեւ դա մենք ու շատ սուր քննադատություններ միշտ լսում էինք Ռուսաստանի հասցեին, բայց այն տրամաբանությունը, որ մենք միշտ Ռուսաստանի հետ ենք, կարծես թե շարունակվում է։ Ոնց եք վերաբերվում այդ քաղաքականությանը, որ իշխանությունը տանում է եւ ինչ տեղի ունեցավ, որ կրկին թեքվեց իշխանությունը դեպի այս կողմ։ Ես ինքս իդեպ քննադատության արժանելով ասել եմ, որ միշտ էլ պիտի Ռուսաստանի հետ կապերը պահել։ Ռուսաստանն էլ կնդեղից մեզ ինչ ասես ասում են ու Փաշինյանին գալիս են ասում են շատ լավ հարաբերություն ունենք։ Դա դիվանագիտություն է։ Եթե ինչ որ մեկին թվում էր, որ մենք պիտի բայց 7 տարի հետո պիտի հասկանալ, որ նման դիվանագիտություն անելը։ Գիտեք, ես ԿՊ-ից չեմ կարող ձեր հարցերին պատասխանել։ Ես իմ կարծիքն եմ ասում։ Ասում եմ ճիշտ էր, որ ինքը պիտի գնար մայիսի 9-ին մասնակցեր, այլ հարց է, որ ես այլ ակնկալիքներ ունեի արդյունքներից։ Ասում եմ, որ պիտի Պուտինի հետ խոսել, կամ եթե դուրս ես գալի վերջնական դուռը փակել դուրս գալ, կամ էլ ոչ թե ուղակի ձեր ասացի պես վիրավորել, սուր քննադատել, հետո էլ ասել կդիմավորեմ։ Սա ճիշտ չի, համաձայն եմ ձեզ հետ։ Բայց այն, որ մենք Ռուսաստանը դեռ տարածաշրջանում է չեն կարող դուռը փակել, ասել մի արի, ինձ թվում է դա էլ ակնհայտ։ Այս հարցնող կա։
Ես չեմ կիսում այդ տեսակետը, որ մեզնից ոչինչ կախված չի, իդեպ մեզնից փոքր երկրների հետ կապված էլ տեսնում եմ նույն Իսրայելի կամ Ադրբեջանը իհարկե մեզնից մեծ է, բայց այդ քաղաքականությունը ճիշտ է։ Ինչու՞, որովհետև ես նկատել եմ, որ երբ որ Միրզոյան Արարատը երբեմն կներեք ոնց ասեմ ձեզ սուր հարցեր է տալիս Լավրովին, Լավրովը շատ էլ կոռեկտ է պատասխանում եւ հասկանում են, որ այստեղ հիմարներ չկան, հասկանում են, որ Հայաստանը գնալու տեղ ունի, իդապ Լուկաշենկոն ասում էր չունի, տեսեք, եթե մենք իրենց պետք չլինենք, կարծես թե Եվրոպայից էլ մի տեսակ այն ջերմությունը չի գալիս, ինչ որ առաջ էր։ Դե տեսեք, այսինքն խնդիրը այն չի, որ մեզ չեն սպասում, խնդիրը Հայաստանի իշխանությունների քաղաքականությունն է։ Այդ ինչ աշխատում մեզ չեն սպասում։ Աշխարհը հիմա գլոբալիզացման ճանապարհին, եթե Հայաստանը Ռուսաստանին պետք չլիներ, մեզ այդքան չէին բռնի։ Բաց կթողնեին, բայց մենք ոչ միայն Ռուսաստանին ենք պետք ելնելով ուրեմն հայ-ամերիկյան վերջին հարաբերություններից ստրատեգիական փաստաթղթով ամերիկյան ներգրավվածությունից հայ-ադրբեջանական հակամարտությունում Եվրոպայի ակտիվությունը պարզ երևում է, հիմա պետք է եվրոպական համայնքի այստեղ համաժողովը իրականացվի, այսինքն այո, այսինքն Հնդկաստանի գործողությունները այստեղ Սաուդյան Արաբիայի ճանաչումը Հայաստանի 2023 թվականի եւ հյուպատոսության բացումը, այսինքն գոնե այս քայլերը ցույց են տալիս, որ այս տարածաշրջանը եւ այս երկիրը, այդ որ ասում են, բայց մենք ունենք, իհարկե ունենք։ Բայց եթե չունենք, էլ ինչով ենք զբաղված, ինչ ենք խոսում։ Ինչն է գրավում Հայաստանի մեջ, ինչ ունի վաճառելու Հայաստան աշխարհին, կլինի Եվրոպա, Ռուսաստան։ Ես մի քանի կետ կավելացնեմ, այս գլոբալիզացված աշխարհում ճանապարհներն են կարևոր, իսկ մենք գիտենք, որ մենք այդ ճանապարհների մաս ենք, եւ Հնդկաստանից եկող, Իրանով, Վրաստանով եւ Չինաստանից եկող։ Հաջորդը մենք ցամաքային կապ ենք Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ, դրա համար այդ 9-րդ կետը այդքան պետք։ Մենք Ռուսաստանի հենարանն ենք Հարավային Կովկասում միակ մնացած հերարանը, իսկ մենք գիտենք Հյուսիսային Կովկասը ինչ նուրբ կետ է դառնալու հետագայում, այսինքն Ռուսաստանի դիրքերը։ Հաջորդը մենք գիտենք, որ Եվրոպան չի ուզում այստեղ Թուրքիայի դերի մեծացում, արաբական երկրները չեն ուզում, ԱՄՆ-ն ինչքան էլ պաշտոնապես իրենց տեխնացուն է, մշտապես ցեղասպանության թեման եւ այլն օգտագործում է Թուրքիայի վրա, այսինքն Հայաստանը բոլոր ակտորներին եւ այս թեմաները շատ են։ Էլ չասած, բայց այստեղ մի կարևոր բան կա, Հարավային Կովկասը ամբողջովին է պետք իրենց մենակ 1-2 երկիրը չի։ Ես 3 երկրներ հավաքական։ Այո, շատ ճիշտ եք, ուզում են դուրս հանել Ռուսաստանի ազդեցության տակից, սա արդեն գլոբալ կենտրոնների պայքարն է ազդեցության գոտիների համար։ Էլ չասած, որ Կովկասից հետո մերձավոր արևելքի արդեն տարածաշրջանն է գալիս, դրա համար կարծում եմ Սիրիայի դեպքերին հաջորդեցին դեպքերը Լեռնային Ղարաբաղում, Իսրայելում, այս ամեն ինչը մի շղթա է։ Այսինքն շատ են այս պատճառները, այլ հարց է, որ կարծում եմ մինչև վերջերս Հայաստանում չկար այդ հասկացողությունը, թե մենք ինչով ենք կարևոր, իդեպ այդ կենտրոնները ռուսական մեզ այդ սրսկում էին, ներարկում էին կներեք, որ Լուկաշենկոյի եւ այլ շուրթերով դուք պետք չեք ոչ մեկին, բայց տեսնելով, որ իրենք ինչքան են ցանկանում մեզ անդադ պահել եւ հապկում եւ ԵՏՄ-ում, սա հակառակն է ապացուցում։ Ինչ ունենք անելու Ռուսաստանի հետ մենք այսօր։ Անկեղծ խոսելը Մոնիկա ջան, իդեպ սա ներքաղաքական թեմաներին էլ է վերաբերում, որ սկսեցինք եկեղեցուց եւ բանակից, չի կարելի լինել երկակի ստանդարտ կրող։ Եթե դու քննադատես եւ սա եւ նա, եթե դու քննադատես եւ Արևմուտքին եւ Ռուսաստանին, ոչ մեկ չի կարող քեզ ոչինչ ասել, բայց երբ ակնհայտ զգացվում է, որ մի կենտրոն կա ու մենակ այդ մի կենտրոնին ես դու աջակցում, եւ զգացվում է, որ նախկին իշխանություն կա եւ իրենց հանդեպ այլ է լրիվ քո վերաբերմունքը չեն վստահում։ Հիմա նույնը հայ-ռուսական հարաբերություններում ես ինքս երևի առաջիններից եմ քննադատում Ռուսաստանին, նույնիսկ վաստակել եմ Արևմտամետի դիտխոսը չնայած այդպեսին չեմ հանդիսам, որտեվ արևմտամետ չեմ հասկանում, ես հայամետ եմ եւ ասում եմ բոլոր կենտրոնները պիտի շփվել, այլ հարց։ Իրականում այսօր այդ հավաքական արևմուտքն էլ չկա։ Իհարկե չկա, գուցե նույնիսկ եթե հաջողվի Ուկրաինայում հուսով եմ հասնել Ռուսաստանի ոչ թե պարտության, այլ սառեցման իրավիճակին, որտեվ պարտությունը այդտեղ բարձր է հնչում, մեկ է արևմուտքում արդեն ժողովուրդների մեջ կա տեսակետ, որ աջակողմյան ուժերին են ընտրում, եթե նկատում եք վերջերս նաեւ Լեհաստանում, այսինքն մենք որևէ տեղ չպիտի գնանք
գնանք։ Ես ոչ արևմտամետության, նատոյամետության կողմնակիցն եմ, իդեպ եթե մեզ սպասեն, ես կուզեմ նատո գնանք, բայց այս պահին ես ասում եմ, պիտի հավասարակշռել հարաբերությունները, հասկանալ, որ Ռուսաստանը մեր դաշնակիցը չի, Ռուսաստանը ունի իր շահերը, եւ այդ շահերի մեջ Թուրքիան եւ Ադրբեջանը կարեւոր տեղ են զբաղեցնում, հատկապես Ուկրաինայի ռազմաճակատում։ Որ դաշնակիցը չունի իր շահերը այսօր։ Բոլորը ունեն, ուղղակի եթե քո հետ չի համընկնում քո դաշնակցի շահերը, դա ահա որ շատ վատ իրավիճակ է, ինչու, որովհետև եթե դու գիտես, որ Ադրբեջանը Թուրքիան քո թշնամին է, բայց երբ որ ունես դաշնակից, որը թշնամոտ հետ է, դա ավելի վտանգավոր է։ Բայց մենք էլ ենք թշնամու հետ ուզում հարաբերություն լավացնել։ Թուրքիա-Ադրբեջան ինչ տարբերություն։ Մենք ուզում ենք լավացնել, բայց դա չենք անում մեր դաշնակցի շահերի հաշվին, Մոնիկա ջան, իսկ իրենք մեր հաշվին զենք են վաճառում, մեր հաշվին օդը չեն փակում, մեր հաշվին Արցախից մարդկանց բերում են Հայաստան եւ այլն։ Այսինքն ես չեմ պատկերացնում, որ ԱՄՆ-ն չնայած Թրամփի իշխանությունին հավատում եմ Պաղեստինի զենք վաճառի, դեմ Իսրայելի ասի դա նորմալ է եւ դա անկալվի Իսրայելում, դուք պատկերացնում եք։ Մեզ մոտ ախր ամեն ինչն է, էլի, հորինված, բանակը, տնտեսությունը, Վագրաձև թռիչքը, ժողովրդավարությունը, բուտաֆորիա է, Արմեն Սարգսյանը իդեպ վերջում ասեմ, մեր նախկին նախագահն իհարկե իրեն այդպես չի վստահում, բայց մի ճիշտ նախադասություն ասած վերջում, ասած բուտաֆորիա է, ինչին կպնում ես քանդվում է 30 տարի չի եղել ոչ պետ ազգ բանակ այդ սաղ լոզունգներ աս փյուրք եւ այլն հիմա ինչին ձեռք ես տալի կեղտոտվում է փլվում է ասում են մի ձեռք տվեք դե որոշեն կամ ձեռք չենք տալի այսպես շարունակում են կամ պիտի հիմքից ձեռք տրվի այդ ամեն ինչին Շնորհակալ եմ զրույցի համար մեզ լսողներին եւ դիտողներին հիշեցնեմ որ թարմուղեղով իմ զրուցակից քաղաքագետ Լիլիթ Դալաքյանն էր ձեզ համար Մոնիկա Մամյանն էր աշխատում կհանդիպենք լավ եղեք